Ողջունում եմ մեր այսօրվա առիթը, հարգելի բնիկ հայ ազգ, ողջունում եմ Արևմտյան Հայաստանի Հանրապետության համակարգը, որի համար որի սահմանադրության 10-ամյակին պատվին հավաքվել ենք այսօր։ Ես մի փոքր ելույթ եմ պատրաստել, որից հետո անմիջապես խոսքը կփոխանցեմ ձեզ, պարոն նախագահ։ Բարի երեկո, մեծարգո նախագահ, պատվարժան պատգամավորներ եւ կառավարության անդամներ, հարգելի ունկնդիրներ։ Այսօր ուզում եմ խոսել Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրության, մեր երկրի գլխավոր մայր եւ բնիկության օրենքի մասին, որ արդեն 10 տարեկան պատանի է եւ հասցրել է մի շարք փորձություններ անցնել։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը սահմանում է պետության կառուցվածքը, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև այն սկզբունքները, որոնց վրա կառուցվում է մեր ազգը եւ առհասարակ հասարակությունը։ Այն օրինականության եւ արդարության հիմք է, մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքը։ Սահմանադրությունն ամրագրում է ամենակարևոր դրույթները, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, իշխանության մարմինների ընտրության կարգը, իշխանությունների տարանջատումը, օրենսդիր, գործադիր եւ դատական։ Այս սկզբունքների շնորհիվ պետությունը գործում է կանխատեսելի եւ արդար, եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պաշտպանել իր իրավունքները։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հատուկ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքներին, ինքնորոշման իրավունք, խոսքի ազատություն, խղճի ազատություն, կրթության եւ բնապահպանական իրավունքներին։ Սահմանադրությունը նաև ամրագրում է բնիկ ազգի եւ քաղաքացիների պարտականությունները, երկրի նկատմամբ հոգատարությունը, պարտավորվածությունը իրավական գործառույթներով ամրապնդելու բնիկության հիմքերը։ Այսպիսով, սահմանադրությունը պարզապես փաստաթուղթ չէ, այլ հիմք, որի վրա կառուցվում է մեր կյանքը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ընթերցելիս եւ գործարկելիս հասկանում ես, որքան ամուր է մեր հիմքերը որպես բնիկ եւ որպես տեր մեր հողին ու ջրին, որը մի դեպքում արարում է, մյուս դեպքում սնում։ Եվ կարող եմ հավելել, մեր հաստատակամությունն ու ամրությունն է, որ կարող է կառուցել արդար հասարակություն։ Հավերժ փառք մեր հողին, որ ծնել է հզոր հայրենիներ ու դուստրեր, իրենց արմատներին հավատարիմ մնալու եւ պահանջատեր լինելու։ Շնորհավորանքներս բնիկ հայ ազգի սահմանադրության 10-ամյակի կապակցությամբ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ապրեք։ Այժմ խոսքս ցանկանում եմ փոխանցել Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, սահմանադրության երաշխավոր պահապան Արմենակ Աբրահամյանին։ Խնդրեմ, պարոն։ Շատ շնորհակալ սիրելի բարեկամներ, հարգելի հայրենակիցներ։ Թույլ տվեք իմ շնորհակալություն հայտնել այս արարողության ներկա գտնվելու եւ մասնակցելու համար։ Դիգին Նելի Հարությունյանին, Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի նախագահ, Դիգին Լիդիա Մարկոսյանին, կառավարության ղեկավարը եւ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի փոխնախագահին, բարոն Արման Ակոպյանին, կառավարության փոխվարչապետը, Արևմտյան Հայաստանի կառավարության անդամներուն, Արևմտյան Հայաստանի խորհրդարանի պատգամավորներուն, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի բոլոր քաղաքացիներուն, որոնք իրենց առօրյային մեջ կպայքարին մեր իրավունքներու պաշտպանության համար։ Թույլ տվեք նաև առանձնահատուկ իշադակ մղել մեր ազատամարտիկներուն, ինչպես նաև մեր թոշակակիրներուն, որոնք ամենօրյա կերպով եւ բոլոր ճակատներուն վրա կշարունակեն մեր անվտանգության համար երկարատև պայքարը բարձր բայելով մեր քույրերը, որպեսզի արդարություն հաղթանակ։
Այս իշադակը նաև գվերապերվի հայկական 89-րդ Թամանյան դիվիզիային, որ գազմվեցավ 1941-ին դեկտեմբերին ցեղասպանությունեն փրկված Արմենիան Հայաստանի որդիկներեն։ Անոնք մասնակցեցան Կովկասի ճակատամարտում, Աշկինգան Կուբանի ազատագրության մարզերում մեջ եւ 1945 թվականին ապրիլ 29-ին մտան Բերլին։ Անոնք էին, որ Բերլինին գրավում էր էդկը, Ռասիատակի բادرում դակ ցերկերուն մեջ զենքերով դուդուկի եւ դհոլի իշելով եւ նվիրելով քոչարի բարեցին դոնելու ախտանակը։ Առանձնահատուկ արգանքի խոսք նաեւ բոլոր այն Արմենիան Հայաստանի հայորդիկներուն, որոնք ներկայացված էին ֆրանսիական դիմադրության շարժումին մեջ 1945-ին Ֆրանսիայի բադիվը բրգելու համար, ինչպես գիշեցնենք Միսակ Մանուշյանը, եթե դուք գարնակ ժառանգել ֆրանսիական քաղաքացիությունը, մենք ձայն նվաճած ենք։ Այո, այսօր մենք հավաքված ենք միասին նշելու Արմենիան Հայաստանի համար առանձնահատուկ օրը մայիս 9։ Արմենիան Հայաստանի համար եւ գխոսենք ախտանակի մասին եւ գուզենք դոնել այդ ախտանակը, մենք գխոսենք ազատագրության մասին եւ մասնավորապես մեր խողերու ազատագրության։ Շուշի եւ անոր շրջանի ազատագրությունը անբաժանելի մաս են այն ախտանակի գաղափարին։ Զորգը պաշտպանե Արմենիան Հայաստանը, ներառյալ Քարվաճարի շրջանի ազատագրություն եւ Արցախի մեծագույն մասն ազատագրությունը։ Այստեղ շատ կարևոր է նշել, որ Արմենիան Հայաստանի համար ախտանակը կնշանակե ազատագրություն։ Չկա ախտանակ առանց ազատագրության, չկա ախտանակ, եթե այդպես կոչված ախտանակը կնշանակե մեր խողերը օտարին անցնել ազգանական եսասիրությունները զոհացնելու համար։ Ախտանակը ոչ աղասրաբես է, ոչ եկյատ, ան զոհության արդյունք է, քինելու եւ աղամարտոց զոհաբերության, որոնք իրենց կյանքը դվին, որբեսի ապական սերունդները կարենան ապրել եւ մեզնալ այս ազատագրված խողերուն վրա։ Ան է ախտանակը, ան է ազատագրությունը։ Փորձեցին եւ Ագավին կփորձեն մեզի ներկայացնել 1918 թվականի մայիս 28-ը որպես ախտանակի օր։ Միշտերան այլ թվական է, եւ անկախություն ըրճագեց թշնամին, որ գրավե մեր խողերը, տարածքները եւ մաշարները եւ որ 1918 թվականին ունիսի 4-ին Բաթումին մեջ գնքեց դաշինքը թշնամի հետ, ամբողջ Արմենիան Հայաստանը Թուրքիո անցնելու համար առանց
Արևմտյան Հայաստանի հայ ժողովրդի ազատ եւ դեղագացված համացայնության այն ժամանակ, երբ նույն ժողովուրդը կերտակվեր բնաջնջման ծրագիր։ Այսօր նույն ուժերը իրենց անվանացած են սփյուռք եւ աշխատին ազգային եւ միջազգային մակարդակներով չեզոքացնել Արևմտյան Հայաստանի հայ ժողովրդի բոլոր բանջարդիրական ձգտումները այդ ժողովրդին փոխարեն խոսելով եւ ձայն ուղղելով դեպի Հայաստան բացագծերին մեջ ավելի ճիշտ դեպի կառավարությանը, որ իր երթին ազգային եւ միջազգային մակարդակներով գործե Արևմտյան Հայաստանի պետության անկախությունը ու ինքնիշխանությունը չեզոքացնելու համար հողերը, տարածքները եւ բաշարները օտարին անձնելով։ Ամեն մեկի կենսագրությունը լավ ուսումնասիրեցինք։ Ազատագրված Շուշի քաղաքը դարձավ հայկական վերածնունդի կենտրոն, պաշտոնական հիմնադիր ակտով Արևմտյան Հայաստանի հայերու ազգային խորհրդի ըրճակրեքրով 2004 թվականի դեկտեմբերի 17-ին։ Հետևաբար այս ախտանակը հնարավոր դարձուց նաև այլ հիմնադիր ակտի ընդունումը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության ծնունդը 2016 թվականի մայիսի 9-ին։ Այդպես երկար տարիներու պայքարել զոհությունը եւ տարապանքե էդկը Արևմտյան Հայաստանի վերածնվեցավ իր մոխիրներեն մինչև ազգային սահմանադրության ընդունումը, որ իր մեջ կներառե ոչ միայն պատմությունը, իշխողությունը ու ազգային կազմավորման հիմնարար սկզբունքները, այլ նաև ինքնիշխանության եւ անկախության գլուխներ հիմնված ազգային ինքնության վրա։ 13 գլուխներեն բաղկացած Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրությունը կհամապատասխանե այն ինքնիշխան ակտին, որ իր հոգիով եւ մարմինով պիտի թույլատրե Արևմտյան Հայաստանի գերդերը իր աբական։ Գլուխ հայ սահմանադրական սկզբունքներու հիմքերը ազգային ինքնիշխանությունը օդված 1-ին մինչև 15-ը գլուխ բեն մարդու իրավունքները հիմնարար ազատությունները եւ պարտականություններ օդված 16-ին մինչև 57-ը գլուխ Գ գնապահպանական ժողովրդական ընկերային եւ տնտեսական համագարկը օդված 58-ը մինչև 65 գլուխ Թ լեզու մշակույթ եւ ավանդույթները օդված 66 մինչև 68-ը գլուխ Ե նախագահ եւ նախագահական խորհուրդը օդված 69 մինչև 82 գլուխ Զ ազգային ժողով օդված 83 մինչև 116 գլուխ Հ կառավարություն օդված 117 մինչև 122 գլուխ Հ իրավական եւ դատական համակարգը սահմանադրական դատարանը օդված 123 մինչև 136 օդված Տ դատարաններ օդված 137 մինչև 144 գլուխ Ժ
Պետական համակարգի կառույցներու միջև հայտարարություններ նախագահ, ազգային ժողով, կառավարություն, սահմանադրական դատարան, հոդված 145-ը, հոդված Ž.A. Արևմտյան Հայաստանի հայերու ինքնավար մարմինները եւ իրավական հարաբերությունները ակսորված հայերու հետ, նշենք թե ակսորված, այդպես ներկայացված որպես սպիրտ, հոդված 146-ը մինչև 157, գլուխ Ž.B. սահմանության ընդունում, փոփոխություն եւ անրակվե, հոդված 158-ը մինչև 160-ը։ Հոդված J.K. Եզրափակիչ եւ անցումային դրույթները, հոդված 161։ Այդպեսով ներկայացնեցի մեր ազգային սահմանության ամբողջ գլուխները։ Թե ինչու իմ պաշտոնով եւ լիազորությամբ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանության 10-ամյակին առիթով Արևմտյան Հայաստանի քաղաքացիներուն, մասնագետներուն, միջազգային կառույցներուն եւ պետություններուն կդրամադրեմ, այսօր կդրամադրեմ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանության իրավական եւ միջազգային օրինականության մասին եզրակացությունը։ Այդ պատետը ուղղագիծով գտեղադրենք մեր գայքում, որբեսի բոլորը, մեր հասարակությունը, փորձագետները եւ միջազգային կառույցները կարողանան ուղղագիծով կարդան եւ ուսումնասիրեն։ Արևմտյան Հայաստանը Հանրապետություն մնե հիմնված արդարության, շարունակականության եւ խաղաղության վրա։ Մեզի համար այդ կետերը շատ կարևոր է։ Արդարության, շարունակականության եւ խաղաղության վրա։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանությունը վերականգնողական իրավունքի գլուխ գործոց մնե անպատմական տարաբանքը գվերածե օրինականության, աքսորիկ իշխանության, իսկ իշխողության արդարության։ Անոր հոգին կարելի է ամփոփել 3 համամարտկային սկզբունքներով։ Առաջինը արդարություն, որովհետև անգվերականգնե խախտված իրավունք եւ կհիմնվե բարոյաբես օրինակելի իրավական պետություն։ 2. Շարունակականություն, որովհետև անիրավական է եւ ազգային գիտակցության մեջ կշարունակի 1920 թվականի հանրապետությունը։ Այդ հանրապետությունը, որ հիմնավորված է հայերու ցեղասպանությունի հետևանքներով։ Ստեղ պետք է ճիշտ ներկայացվի ինչպես այդ հանրապետությունը կյանք ունեցավ։ Հոդված 3. Խաղաղություն, որովհետև անինքնիշխանություն կհաստատե ոչ թե ուրիշ ժողովուրդներու դեմ, այլ ճգնաժամ արժանապատվության եւ համագործակցության համար։ Խաղաղություն չի նշանակի, որ մենք ովևէ աշկ ունենք ուրիշի դարածքի կանոնավորություններու վրա։ Մենք կխոսենք այստեղ հայության որպես բնիկ հայության դարածքի մասին, հայության բաշարներու մասին, որ ինքը 1000 տարիներ ի վեր գաբրի այդ դարածքի վրա։
Այս իմաստով Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության կներկայանա ոչ թե որպես անժատողական պահանջ, այլ որպես արտար եւ դրական իրավունքի ու իշխողության խաղաղ վերականգնման օրինակ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրությունը 2016-ի համապատասխան է միջազգային հանրային իրավունքին, ՄԱԿ-ի սկզբունքներուն, բնիկ ժողովուրդներու վերաբերող միջազգային գործիքներուն եւ պետական շարունակականության վերաբերող իրավակիտության։ Այստեղ շատ կարևոր է, որովհետեւ առաջին սահմանադրությունն է, որ ընդունեց բնիկ ժողովուրդներու իրավունքները հավաքվելու համար հայության անցյալը, հայության պատմությունը, հայության ինքնությունը որպես բնիկ ազգ։ Անգանտիսանա իրավական եւ մշակութային ինքնիշխանության օրինական ակտը, որ գաբավի 1920-ին ճանաչված հայկական պետության շարունակականություն, որովհետև ինչպես որ բարոն Մերզակո Պողոս Նուբարը աշխատել է, որբեսի դիվանագիտական ցևով վերջը իրավանական ցևով ոտքի կյանքը դա ոտքի տնե մեր պետականությունը, մենք անպայման այդ ցևով մենք շարունակենք որպես Արևմտյան Հայաստանը այդ պետություն, որ ստեղծվել է, այդ պետությունը, որ նույնիսկ մինչև իմագույնը Երևանյան Հայաստանը հրաժարվել է եւ կշարունակե ոչ մենակ հրաժարվել, ան մնացածները կամ մնացորդները, որ հիմնված էին առաջ 1920-ի պետությանը, լրիվ անձնում է դաշնամին իրավունքով եւ հաշմդակով ան Արևմտյան Հայաստանի Հանրապետության գուտա շարունակական ժողովրդավարական խաղաղ եւ ամամարտկային արդարության վրա հիմնված պետության ամբողջական օրինականությունը։ Ադիմաստով մեր այսօրվան Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության 10-րդ ամյակը կուզեի ձեզի հետ, մեր համագարքի հետ, մեր հայրենակիցներուն հետ, մեր քաղաքացիներուն հետ, մեր հասարակության նշել, համապատասխան ինչ որ հիմա կկատարվի այսօրվա Արևելյան Հայաստանի Հանրապետության, որպեսի ցույցտանք մեր հայրենակիցներուն, որ ճանապարհ կա, ուրիշ ճանապարհ կա, եւ այդ ճանապարհները պետք է դադին եւ միանան, այդ ճանապարհները պետք է զորանանք մենք բոլորս միասին, որպեսի մի ժամանակ այդ ճանապարհները միանան եւ ցույց տանք ամբողջ հայության եւ ամբողջ աշխարհին, որ հայերը խաղաղության մեջ վերականգնեցին իրենց պետականությունը։ Գեցե Արևմտյան Հայաստանը, գեցե հայ ազգը, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն, պարոն նախագահ։ Ես կցանկանամ նաև ընթերցել, քանի որ մեր պատգամավորները չեն կարողացել միանան որոշ պատճառներով,
ընթերցել պատգամավորներից մեկի Մասիս Ինջիջյանի ելույթը ուղղված այո Բարոն Ինջիջյան Մասիս Ինջիջյանը Գաբի մեջն է դրա բադայել որ բայց եթե հնարավորություն չունի անշուշտ իրեն ելույթը ներկայացնելու խնդրեմ ձեզ հնարավոր է այս պահին չի կարողանում ելույթը ներկայացնի քանի որ ճանապարհիներ Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվարժան նախագահ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, շնորհավոր լա Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության ընդունումը 2016 մայիսի 9-ին։ Մայիսի 9-ը ընդհանրապես կարևոր օր մնե հայության համար։ Նախ կնշվի 1945 թվականին խորհրդային միության հաղթանակը նացիստական Գերմանիայի նկատմամբ, որուն հայ ժողովրդի մասնակցությունը եղած է մեծ ու կարևոր։ Իսկ մայիսի 9 1992 Շուշիի ազատագրման օրն է։ Հենց ազատագրված Արցախ Շուշիի մեջ ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 17-ին Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի հռչակագիրը։ Այս քաղաքական եւ իրավական քայլը կարձանագրե վեհ նպատակ ունեցող գործընթացի սկիզբը։ Նախ 4 փետրվար կարձանագրե վեհ նպատակ ունեցող գործընթացներողություն։ Նախ 4 փետրվար 2011-ին ազգային խորհուրդը կազմեց Արևմտյան Հայաստանի կառավարությունը ու այսօր հաջորդեց Արևմտյան Հայաստանի խորհրդարանի ստեղծումը ու մայիսի 9 2016-ին ազգային սահմանադրությունը։ Սահմանադրությունը գերագույն օրենք է, որ կպարունակե հիմնարար սկզբունքներ, կկազմե պետության իրավական հիմքը եւ սովորաբար կորոշե, թե պետությունը ինչպես պիտի կառավարվի։ Ահա բաժինը մեր սահմանադրությունն։ Հոդված 2. Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կճանաչի մարդու եւ բնիկ ժողովուրդներու հիմնական իրավունքներն ու ազատությունները որպես անոտարելի ու բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության եւ խաղաղության հիմք։ Մեր սահմանադրությունը հիշեշտը կդնե բնիկության վրա։ Այո, մենք բնիկ ենք ու պարտավոր ենք գիտակից ըլլալ մեր բնիկությանը, էությանը։ Այս գիտակցությունը մեզ պետք է մղե ապրել հաղորդակցվիլ ըլլալով բնության հետ ու ներդաշնակ տիեզերական օրենքներուն։ Մեր սահմանադրությունը պետք է դառնա մեր ապրելակերպի ու գիտակցության արտացոլումը ու ոչ թե սահմանադրությունը դառնա մեզ համար ստիպողական օրենքներու շարան առանց ըմբռնումի։ Իբր բնիկներ մենք պետք է ձգտենք նախ բարձրագույն օրենքներու ներքո ապրելու, որոնք մեզ համար ժամանակի ընթացքին կվերանան օրենք դառնալեն, այլ պարզապես մաս կկազմեն մեր էության, կձուլվին մեր մեջ։ Այդ ժամանակ մարդու իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունները կդառնան հասկանալի, ըմբռնելի ու ակնհայտ եւ ոչ թե դուրսեն պարտադրվող։ Այս գիտակցությամբ եւ որ մենք պետք է հարգենք ու մոտենանք մեր սահմանադրությանը, որ կներկայանա մեր պետության ճշգրիտ գործունեության եւ քաղաքացու պատասխանատվության երաշխավորը։ Շնորհավոր Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրության 10-ամյակը Մայիս Ինջիջյան մայիսի 9 2026 թվական Ապրեք մենք ենք շնորհակալ որ այդքան հզոր ելույթ պատրաստեցիք եւ մեզի այդ ելույթը անշուշտ այստեղ է մեզի ուժ տալու գուզեի նշեմ որ այո Շուշին ազատագրությունը մեզի համար մեծ նշանակություն ունի գուզեի բզդիկ բացատրություն մտամ մինչեւ որ խոսքը փոխանցեմ Դիգին Բիլենջյանի որպեսզի ներկայացնե Դիգին Վարչապետի Դիգին Մարգոսյանի ելույթը Ուրեմն մեզի համար Շուշի ապրեցինք Շուշի մեր մարմինին մեջ ապրեցինք Շուշի մեր կյանքին մեջ ապրեցինք Շուշի մենք մասնակցեցինք Շուշի պատրաստելով համապատասխան զորքերը որպեսզի կարողանան այդ կամքով, այդ ուժով, այդ ֆիզիկական պատրաստությունով, տեխնիկական պատրաստությունով եւ անշուշտ
ռազմական պատրաստությունով այդ գործողությունը իրականացնել։ Մենք նույն ժամանակ, որ այդ պատրաստություն հրինք, ներկա էինք Ստեփանագերտում։ Շուշի գործողության ժամանակ մենք պատրաստ էինք, բարձրացակ էինք Մարտակերտում։ Եվ պետք է մեկ բան այստեղ մեր ասարակությունը պետք է ռազմականորեն հասկանա։ Շուշի գործողությունը չէր կրնար իրականացնել, եթե ամբողջ Արցախը որևէ չափով ապահովված չլար։ Ասենք թե եթե այդպես կրնանք ներկայացնել, եթե ասեղը պետք է միտեղ մտնե, պետք է անշուշտ հետևեն որևէ չափով ապահովություն ունենա։ Եվ այդ ցևով մենք Մարտակերտում իմանալով օրը ժամը գործողության սարերում բոլորս գայնած էինք եւ մեր կողմեն մեր առաքելությունը իրականացնելով գայնած էինք, որպեսզի մեր հոգիով մեր ուժը անցնի մինչև մեր դղաներուն, որ արդեն կշարժվեին դեպի Շուշի։ Ուզեմ ասեմ, որ Շուշի ազատագրությունը որպես ախտանակ, իսկական ախտանակ, ոչ որպես արհեստական ախտանակ, իսկական ախտանակ, ինչպես Կարվաճարը եղել է ամբողջ հայության, զինվորական հայության կամքով եւ ուժով։ Երբ կխոսենք եւ նորեն ալկանդրատարնանք, երբ կխոսենք ախտանակի մասին, մեր ասարակությունից, մեր քաղաքացիներուն կխնդրեմ, որ դարբերվեն իսկական ախտանակները եւ եկյատները, որ գուզեն ներկայացնել, եկյատները գուզեն ներկայացնել որպես ախտանակ։ Դարբերվենք հարգելիներս եւ մենք իսկական Հայաստանի համար ծառայենք, իսկական Հայաստանի, միացյալ Հայաստանի համար մենք շարունակենք մեր պայքարը, որպեսզի անցնենք մեր նպատակին, որովհետև ինչպես որ կտեսնաք ձեր առջև ամեն ինչ արված է, որպեսզի գեղձը դառնա ճիշտ ճշմարտություն, որպեսզի իսկական սուդը դառնա իսկական, որպեսզի անօրինականը օրինականացնեն եւ ինչպես որ կտեսնանք արդեն 35 տարի վեր չեն կրնար օրինականացնել այդ բոլոր անցագործությունները, որ ինքան մեր ազգի քրուխի վրա։ Ադիմաստով ուզեի շնորհակալություն հայտնեմ ձեզի եւ անմիջապես խոսքը կփոխանցեմ Լիգին Բիրենջանի մեր ներկայացնելով մեր կառավարության։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ողջույն բոլորին, շնորհակալություն բարոն նախագահ։ Այո, ես կներկայացնեմ այժմ կառավարության ղեկավար Տիկին Լիդիա Մարգոսյանի ելույթը 9 մայիս 2026 թվական։ Այսօրվան օրը ճիշտ 10 տարի առաջ ընդունվեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրությունը հիմնված 1920 թվականի ամբողջական հայկական պետության միջազգային իրավական ճանաչման վրա, որու շարունակող պետությունը Արևմտյան Հայաստանն է։ Ուզեմ հիշեցնել, որ մեր պետության իրավական ճանաչումը պատմական իրադարձություն մներ, որուն միացավ նաև նախագահ Ուիլսոնի իրավարար վճիռը,
որով սահմանվեցավ 1920 թվականի հայկական պետության և Թուրքիո միջև սահմանը։ Մեր սահմանադրությունը կհիմնվի անհերքելի իրավական հիմքերու վրա և ես կհրավիրեմ ամբողջ ազգը դիրանալու անոր։ 1920 թվականի հայկական պետության ճանաչման հարցը երկար ժամանակ դիտավորյալ երբով ծածկված և գեղձված է մեր ժողովուրդեն։ Ազգային պատմության այս գիտելիքը նույնպես ամբողջությամբ շրջանցված է աշխարհի հայկական դպրոցներուն մեջ։ Մեր զավակները սորվեցան միայն, թե մնացած է այս փոքր տարածքը խորհրդային միության փլուզումեն ծնած, որ ինքն իրեն վերակրեց Հայաստան անունը, Արևմտյան Հայաստանի տարածքը վերածելով պատմության աննշան մանրուքիմը։ Մինչդեռ Արևմտյան Հայաստանի տարածքին վրա ծնունդ առած է աշխարհի առաջին պետություններն մեկը իր բնիկ ազգով, որն ունի ավելի քան 10,000 տարվա պատմություն։ Այս տարածքին վրա են, որ գլխավոր դաշնակից տերությունները արտահայտված են հօգուտ 1920 թվականի հայկական պետության ճանաչման։ Միևնույն ժամանակ, մեր պատմության գեղձարարները դոնած են և դակավին կդոնեն այսպես կոչված անկախությունը մայիս 28-ին, որ իրականության մեջ ազերիական ազգային անկախության տոն մնե։ Առանց Արևմտյան Հայաստանի, Երևանի վարչակարգը իրականության մեջ չի հիմնվիր որևէ իրավական հիմքի վրա և ամեն միջոցի կդիմե իր համար իրավական հավաստիության պատրանք ստեղծելու նպատակով։ Այդ միջոցներեն մեկն ալ Արևմտյան Հայաստան եզրաբանության իսկ չնչումն է, մինչդեռ ցեղասպանութենեն փրկված հայ ժողովրդի 80%-ը Արևմտյան Հայաստանի տարածքեն կսերի և նույնիսկ Երևանի վարչակարգի սահմանադրությունը գոյություն չէր ունենար առանց Արևմտյան Հայաստանի շունչին։ Հայ ազգին վերաբերող բոլոր իրադարձությունները կփխին Արևմտյան Հայաստանեն։ Մշակութային դաշտին մեջ Գոմիդաս վարդապետեն մինչև Ազնավուր Արևմտյան Հայաստանի զավակներուն երգն ու երաժշտությունն է, որ կհնչե աշխարհով մեկ և մեր եկեղեցիներուն մեջ։ Մարտական աշխարհին մեջ, ուր Միսակ Մանուշյանն է ուղերիշը, Արևմտյան Հայաստանի որդիներն էին, որ ինգան պատվո դաշտին վրա երկու համաշխարհային պատերազմներուն ընթացքին։ Հայ ազգը բնիկ ժողովուրդ մնե և իր նախնիներու հողին վրա ինքնորոշման իրավունքը ենթակա չէ բանակցության։ Անոր պետական կառուցվածքը և հանրային իշխանություններու կազմակերպումը իր ազգային սահմանադրության միջոցով կկազմեն անոր գոյության հավերժության պայմանները։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ, շատ կարևոր է մանավանդ նշելով, որ առանց Արևմտյան Հայաստանը Հայաստանի իրավունքները ամբողջական չեն լինելու։ Եվ սա մեր այսօրվան հասարակությունը պետք է ճիշտ պատկերացնե, ճիշտ հասկանա, որ մեկ կողմեն չեն կրնար իշել մեր զոհերի ցեղասպանությունից զոհերի իշադակը և մյուս կողմեն առանց հարտարություն փորձել որևէ ցեվով անջատել կամ փակել այդ անցակոլձությունը նրան դեմ։ Եթե անշուշտ դե ֆակտո ցևով, ասենք թե փաստացի ցևով, անշուշտ Երևանյան Հայաստանը կարող է որևէ չափով գոյություն ունենա եւ ինչպես որ կտեսնակ ինքը կփորձե դե յուրե օրինական դաշտ ունենալը մտնելը ինչպես գնե այդ օրինական դաշտ ստանալը կամ կարգավիճակը ստանալը գազնի դաշնամին դարբեր տարածները որովհետեւ այդ օրինականությունը ստանա եւ դառնա ոչ փաստացի պետությունը դառնա իրական պետությունը այդ իրական պետությունը չի կրնա դառնա առանց Արևմտյան Հայաստանը այդ իրական պետությունը չի կրնա դառնա առանց Արցախը ինքը մինագը մաս կգազմե Միացյալ Հայաստանի ինքը մինագը չի կրնա այդ իրավունքները գրել իր վրա չի կրնա ադանավորությունը չունի իրավանական դեսանգյունեն այդ իմաստով մենք վերակենդանացեցինք մեր Արևմտյան Հայաստանի համակարգը եւ ունեցանք
մեր ազգային սահմանադրություն, որբեսի ամեն ինչ ըստակ լա եւ ոչ ագարակ ովևէ մեկին կամ ովևէ քաղաքական ուժին ագարակ սևով մենք ուզեցանք ցույց տալ ցանկի ճանապարհը զարմանալի ուժեղացման ճանապարհը զարգացման ճանապարհը մեր ազգի որ իմանա որ պայքարը պետք է շարունակվի անշուշտ խաղաղության մեջ բայց պետք է շարունակվի իրավանական դաշտի վրա որովհետեւ կարողանանք մեր իրավունքները պաշտպանել եւ մեր տարածքային գորուստները ժամանակավոր գորուստները վերադարձնենք մեր պետության Եթե այդ ծրագիրը կանջադենք մեր ընդհանուր կյանքի, եթե ցեղասպանության հարցը ովևէ պատասխանատվություն չենք դիմելու, եթե Արցախի անձնանին հետ կապված ոչ մի բան չենք ասել, կպատկերացնեք 35 տարվա մեջ նույնիսկ Արևմտյան Հայաստանի հայության ցեղասպանության դիմաց Երևանյան Հայաստանը երբեք ովևէ դատական խորհուրդ չի ստեղծեց նույնիսկ գնիչի համար ուսումնասիրելու համար եւ առաջարկելու համար մեր հասարակության ովևէ ճանապարհ մեր իրավունքները հաստատելու համար կամ պահանջելու համար կամ ներկայացնելու համար չերավ նույն ժամանակն Արցախի անձնանի հետ կապված եւ ցեղասպանության շարունակելով մեր Արցախի հայության վրա երբեք չեղավ ովևէ մարմինը դատական մարմինը կամ իրավանական մարմինը Երևանյան Հայաստանի մեջ որ մասնավորապես զբաղվի հարցով որբեսի անցակորս Բաքվի ռեժիմը ովևէ չափով պատասխան մտա Adoramos, ինչ կմտածենք, որ զիջելով մեր իրավունքներում, զիջելով մեր տարածքներում, զիջելով մեր ինքնության, զիջելով մեր մշակույթի, զիջելով մեր պատմության, մենք պիտի կարողանանք որպես հայ շարունակել մեր ապրելակերպը, շարունակել մեր գոյությունը իսկապես գավադակ այդպես բան լավ գարնապատահել որ մեկ մաս որ շատ փոքրամասնությունը որ գաբրի մեր մեջ եւ մեր աշվի վրա մեր աշվի վրա գահավադա այդպես եկյապներում գարնապատահել բայց գտեսնանք մեր թիմադրության դիմաց մեր գամքի դիմաց, մեր ուժի դիմաց, մենք պիտի կարողանանք այդ ուժը, այդ գամքը փոխանցել մեր ամբողջ հայության եւ մեր հայությունը զարգանա, արտընա եւ զարգանա դեսնելով որն է իրականությունը այս ամեն ինչի մեջ, բայց Ինչ որ տեսել եք այդ վերջին օրերը, սա մասնավոր արհեստական քաղաքական շարժումներն են, որովհետեւ նորեն կարողանան ովևէ չափով հայությունից դանել, ասենք որովհետեւ հայությունը շրջանցնե իրեն իրավունքներում։ Adonamar մեծ բադիվ է ինձ համար որ ներկա եք այսօր շատ ուրախ եմ որ կարողանանք միասին մեր հասարակության ներկայացնել Արևմտյան Հայաստանի համագարկի եւ կառավարության թիրքորոշումները կապված մայիսի 9-ին եւ մենք դեսեմ ցեզի մագարտակով եւ շատ ուժեղ ցևով կշարունակենք մեր պայքարը։ Աջողություն, եթե ուրիշ
դիգիննելի խոսքը ցեզի եթե ուզեք ամփոփել մեր այսօրվան լիստը։ Այո, պարոն նախագահ, շնորհակալություն բոլոր մեզ լսողներին եւ մասնակցողներին նշելու համար մեր սահմանադրության 10-ամյակը մեզ ավելի հզորացնելու եւ բարի ճանապարհ մաղթելու համար։ Շնորհակալ եմ բոլորիցդ, այսօր այսքանը, հաջողություն ձեզ։ Հաջողություն, շնորհակալություն։